Պարոն Վարդանյան, դուք համահայկական ճակատ կուսակցության նախագահն եք և այս ընթացքում քարոզարշավին մասնակցել եք։ Ինչպես էին ընդունում ձեր թեկնածուին էջմիածինցիները, ինչ կարծիք ունեք և ընտրությունների վերաբերյալ։ Ամենաառաջին ես ուզում եմ ողջունեմ վաղ շաբաթ խոշորացված համայնքի բնակիչներին, քանզի մենք տուն առ տուն, փողոց առ փողոց, համայնքներով, գյուղերով պտտվել ենք, բազում մարդկանց հետ հանդիպել ենք, ջերմ ընդունելություն է եղել, ճիշտ է, վախի մթնոլորտը կա, իշխանության ազդեցությունը տեսել ենք, ակնհայտ ենք տեսել, բայց ժողովուրդը տեսախցիկներից այն կողմ մեր հետ բազում հարցեր են քննարկել։ Վաղ շաբաթի ընտրությունների հետ կայանալիք ընտրությունների պարագայում ինչ քվե են տալու, ումն են տալու իրանց քվեները։ Երկրորդը ասեմ, մենք ոչ մեկին ուրիշների պես բան խոս չենք տալիս։ Մենք բոլորի հետ պայմանավորվածություն ունենք, որ ամսի 17-ից հետո մեր թեկնածուն, թե համայնքապետի պաշտոնում անցած, թե ավականու խմբակցության անդամ դառած, մենք պտտվելու ենք նույն համայնքներով, նույն բնակավայրերով, նույն մարդկանց հետ հանդիպելու ենք եւ խնդիրները մենք արդեն գույքագրելու ենք։ Ճիշտ է, մեր մոտ կա, մենք արդեն գիտենք վաղ շաբաթի որ յուղում, որ փողոցում ինչ խնդիր կա, բայց մեր աշխատանքի ձևը ուրիշ է։ Մենք խոստացել ենք, դրանից հետո պտտվելու ենք, բոլոր գույքագրումները անելու ենք եւ ժողովրդի հետ որոշելու ենք առաջնային, երկրորդային խնդիրները։ Կարևորություն ենք տալու կենսական ապրելու կարևորություն ունեցող խնդիրներին։ Ամենաառաջինը, քանզի մեր պետությունը 34 տարի սարքել են կենտրոնական հատվածները եւ երկրորդական փողոցները, գյուղերը եւ այլն, սա բացի վիճակում է։ Մենք վաղարշաբաթցիների հետ զրուցում ասել ենք, որ մենք զարգացնելու ենք նաեւ յուղատնտեսությունը վաղարշաբաթում, որովհետեւ այստեղ կա պոտենցիալ, բայց քանի որ չկա պետական աջակցություն, ժողովուրդը չի զբաղվում յուղատնտեսությամբ։ Ունենք խոշոր ջերմոցատերեր, որոնք գրավել են ամբողջ շուկան եւ հասարակ գյուղացուն չի մնում ոչ մի բան անելու։ Դրա համար մենք խնդրել ենք վաղ շաբաթի ժողովրդին, որ ընտրեն երկրորդ համարին, եւս մեկ անգամ դիմում եմ եւ խնդրում եմ ընտրել քվեն վստահել երկրորդ համարին, դրանից հետո կսկսենք մենք մեր աշխատանքը եւ իրանք կզգան վաղ շաբաթի փոփոխությունները արագ։ Քանզի մենք բոլորը զինվորականներ ենք, մենք ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը եւ տվյալ պարագայում որոշում է կայացվել, որ նաեւ ծառայենք քաղաքային իշխանություններում մեր ժողովրդի համար, որովհետեւ գնահատականը միշտ տվել է քաղաքային իշխանությունները ամեն ինչին։ Մեր այսօրվա քաղաքային իշխանությունները, կառավարությունը, կներեք, էլի չեմ ուզում, որ հետագայում մեր ժողովրդին ղեկավարեն նիգոդնիները, բանակից թռածները, մարդկանց ասում են թռած, որ մարդ մի ժամ չի ծառայել բանակում, ասում է ես այս երկրի համար ունեմ այնքան բան արած։ Տղա ջան, ինչ ես արել այս երկրի համար։ Դու գոնե քո հայրենական պարտքը, որ հայրենիքին պարտք ես, դու դա չես տվել։ Ներկա պարագայում դու ո՞նց ես կարող խոսած հայրենիքին ծառայելուց։